Բարի լույս, ըստ ՄԱԿ-ի նոր զեկույցի աշխարհի անգրագետների 37%-ը Հնդկաստանում է։ Ընդհանուր առմամբ աշխարհում շուրջ 287 միլիոն անգրագետ մեծահասակ կա։ Հնդկաստանի գրագիտությունը 1991-ից 2006 թվականը 15%-ով աճել է, բայց բնակչության մեծ աճի պատճառով անգրագիտությունը մնում է ամենակարևոր խնդիրներից մեկը։ Հնդկաստանն իր պետական ծախսերի 10.5%-ը ծախսում է կրթության վրա։ Այսօր հունվարի 30-ին Հայաստանի մարզիկները մեկնում են մրցավայր օլիմպիական խաղերին ընդառաջ։ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում հանդես է գալու հայաստանցի 4 մարզիկ, 3 դահուկավազորդ եւ 1 լեռնադահուկորդ։ Իդեպ մի քանի օր առաջ մեր գրասենյակում հանդիպել էինք օլիմպիական խաղերին մասնակցող 4 մարզիկներից մեկին, Արման Սերեբրակյանին, որի հետ հարցազրույցները հայերեն եւ անգլերեն կարող եք դիտել մեր կայքում։ Այսօր ժամը 19-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա հուշ երեկո, նվիրված արցախյան հերոս Պետրոս Ղևոնդյանի 50-ամյակին։ Իսկ Երևանում այս պահին 0-ից բարձր 2 աստիճան է, ծանոթացեք եղանակ գիտությանը ամբողջ Հայաստանում։